Նամակի ավարտին առաքյալի խոսքի մեջ հեգնանք կա, ինչ որ մեգումը հասցեին, որը կսպաղվի Աստուծո խոսքի վաճառքով կամ ժամավաճառությամբ։ Մեզի համար հայտնի չէ, թե առաքյալը որու նկատի ունի, բայց համոզված ենք, որ Կորինթացիները հաստատ գիտեն, թե որու նկատի ունի առաքյալը իր խոսքերու մեջ։ Իսկ Պողոսը քարոզեց Քրիստոսը անգեղծությամբ, քաջությամբ, անշահախնդիր, որպես թե Աստուծմե ղրկված մեկ մարդ, որը կխոսի Քրիստոսով Աստուծո առջև եւ վախնալու եւ ամճնալու առիթ չունի։ Իսկ Աստուծո խոսքի վաճառքով սպասողները քիչ չեն եղած հետարոսական միջավայրերու մեջ, որոնց խոշորագույնը Կորինթոսի եղած էր այդ առումով։ Հրաբարակներու մեջ կքարոզեին որոշակի ճշմարտություններ մարդոց բազմության ուշադրությունը գրավելու համար, ճիշտ այնպես, ինչպես որ մեր օրերուն լայքեր ակնկալով նյութեր կդեղադրեն համացանցի մեջ։ Բայց ճշմարտությունը միակն է, որուն անունը Հիսուս Քրիստոս է։ Մարդիկ օրմը պիտի հասկնան, որ իրենց պետք է բավարարվիլ ոչ թե իրենց ականջներու ցանկությամբ, այլ հոգիի բրգության գարիքը բավարարել Աստուծո բացարձակ ճշմարիտ խոսքով։